թանկացել է, մենք այն օր ցույց տվեցինք, բրդեք ձեր ավտոները, ինչա ուժները բան, թևերի մեջ ուժ չկա, համեն ֆիթնեսը լավ ծառայություն է։ Բենզինը թանկացել է, մենք այն օր ցույց տվեցինք։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն հայտնի անձնավորության կողմից տարիներ առաջ այս ամբիոնից այն հայտարարությունը, որ բենզինը թանկացել է, բրդեք, միսը թանկացել է, կանաչի կերեք եւ այսպես շարունակ, հիմա արդեն ոչ թե մտել են քաղաքացու գրպանը, այդ հլա մի կողմ որ քաղաքացու գրպանն են մտել, այստեղ նաեւ հարցի մյուս կողմը կա, ուրեմն հարցի հաջորդ կողմն էլ է նա, որ ասում են դե բոյկոտը չկայացավ, քաղաքացիները չբոյկոտեցին, հիմա ասում են որ բոյկոտը կայացել է, քաղաքացիներն էլ դժգոհ են այս ամեն ինչից, ասում են չէ, պիտի այս մարդկանց բռնենք, զննենք, ուրեմն անհարմարություններ պատճառենք եւ սենց շարունակ։ Ես մի քանի բան եմ ուզում նշեմ, քանի ժամանակս քիչ է, բայց օրինակ կարմիր գծերը 12,000 դրամից դարձան 160,000 դրամ, 13 անգամ թանկացրին, դատարանը 2 անգամ որոշում է կայացրել, որ չեղարկի, նորից էլի գնում են ու նորից էլի այդ բողոքարկում են հիգ դատավորի կայացրած որոշումը։ Ինչ է քաղաքում կարմիր գծերի թանկացման, այդ որ ասում են կարմիր գծերը թանկացնենք, այսա խցանումները վերանալու է։ Խցանումները ոչ վերացան, ոչ էլ այդ թանկացումների արդյունքում որևէ մի փոփոխություն տեղի ունեցավ։ Այսինքն հերթական անգամ մտնում են քաղաքացու գրպանը, հերթական անգամ իրենք իրենց ասածներին հակասում։